Ողջույն բոլորին, հարգելիներս այսօր թունը ձկան պահածոյով պետք է աղցան պատրաստենք։ Թունը հայերեն է, բայց մեզ բոլորիս շատ օգտագործվողը ռուսերեն տարբերակն է տունյեց ձկան պահածոյով աղցան ենք պատրաստում։ Ահա թե ինչ ունեմ հարգելիներս, դե պահածոն հյութը դեռ մեջն է, ինքան դժվարությամբ եմ բացանում, թե ինչու այնպես ականջիկ չկա վրան, որ մի անգամից բացանենք։ Ունեմ մաղադանոս, մի փոքրիկ փունջ 1000, ինչպես ասում ենք մարոլ, 2 խաշած ձու, 1.5 կարտոֆիլ, կես վարունգի չափին նայեք, կես լոլիկի միջի կորիզների այդ դոնդողը հեռացրել եմ և կես գլուխ սող, առայժմ այսքանը, ահա, և ունեմ առանց կորիզ աղցանի համար ձիթապտուղ։ Հիմա մենք պետք է հեռացնենք այս հյութը, մեզ հյութը հարկավոր չէ։ Ձուկը տեղափոխում եմ ափսեի մեջ, որպեսզի մանրացնեմ։ Ձուկը պատարագաղի օգնությամբ մանրացնում ենք։ Ահա, այսպիսի մասերի վերացրեցի։ Մանրացնում ենք 1000-ը։ Մանրացած 1000-ը տեղափոխում ենք աղցանամանի մեջ։ Եվ անմիջապես մոտ 1 թեյ քթալի կեսի չափով լիմոնի հյութ ենք մեջը ճզմում։ Մանրացնում ենք մաղադանոսը, ինչպես ասում ենք պետրուշկա։ Այս կանաչին կտրատելուց, ինչպես ասենք, ոսկերչական ճշգրտություն հարկավոր չէ, ուղղակի կտրատում ենք։ Ավելացնում ենք 1000-ի վրա։ Կտրատում ենք կես վարունգը։ Կտրատած վարունգն էլ ենք տեղափոխում աղցանամանի մեջ։ Կտրատեմ լոլիկը, ինչպես ասեցի, կորիզյան դոնդողային մասը կորիզի հետ միասին հեռացրել եմ, ավելորդ հեղուկ չավելացնելու համար։ Կիսալուսնաձև կտրատելուց հետո մի քիչ մանրացնում եմ։ Մանրացրած լոլիկն էլ եմ ավելացնում։ Որպեսզի սոխը շատ նուրբ ստացվի, փորձեմ կարտոֆիլ մաքրող դանակով, այսպես շատ ավելի նուրբ է ստացվում։ Ինչպես տեսնում եք, սոխն էլ ավելացրեցի։ Մանրացնում ենք 2 խաշած ձու։ Ահա, 2 խաշած ձուն էլ կտրատեցինք, մանրացրեցինք, ավելացնում ենք աղցանի վրա։ Հարգելիներս, կարող եք ավելացնել, կարող եք չավելացնել կարտոֆիլը։ Դե ավելացնեմ, ես առանձնապես կողմնակից չեմ, որ այս աղցան մեջ կարտոֆիլ է լինի, բայց դե հիմա խաշած ունեմ, ավելացնում եմ։ Ահա, կարտոֆիլն էլ ավելացրեցի։ Այս ամենի վրա կավելացնեմ աղ։ Աղը դուք պիտի հասկանաք, փորձեք, որովհետև այնքան խապուսիկ է դարձել։ Կա, որ աղը լցնում ես, աղի չի լինում, աղի որակից է, տեսակից է, դրա համար, որ գրամով են ասում, այդքան իմ սրտով չէ, որովհետև իրոք, նայած որ շերտից են այդ աղը հանել, պեղել, և ինչպիսի աղիություն ունի, իմ փորձից ելնելով եմ ասում։ Համենայն դեպս այնքան է կանում, որ այս բանջարեղենը թեթև աղ ունենա, որովհետև դեռ ձիթապտուղ պետք է լցնենք մեջը։ Մի քանի հատիկ ձիթապտուղ ենք գցում մեջը։ Առանց կտրատելու, ամբողջությամբ եմ սիրում ես։ Բավական է։ Հիմա սա էլ տակնու վրա կանենք։
Եվ կավելացնենք թունաձուկը, տունյեցը։ Եվ ավելացնում ենք բուսայուղ։ Դե 2 ճաշիկ տալը լավ է։ Ահա, պատրաստ է։ Կթողնեմ սա կարող եք անմիջապես մատուցել, բայց ես կթողնեմ մի կես ժամ ինքը հանգստանա, հետո կմատուցեմ։ Ահա, հարգելիներս, պատրաստեցի, փորձեցի ես մի փոքր, ինքան համահունչ, ինքան համեղ է ստացվել։ Այս տիպի աղցանները այսպես գրեթե բոլոր ռեստորաններում մատուցում են, տունյեցի աղցանը սա է։ Դե ինչ հարգելիներս, շատ արագ, բայց արժանապատիվ աղցան է սա։ Թեթև, հագեցնող նաև, փորձեք, պատրաստեք և թող անուշ լինի։